Վարդանյան, դուք մասնագիտությամբ իրավաբան եք ու կխնդրեմ մասնագիտական առումով անդրադառնալ այսօր Նիկոլ Փաշինյանի գրառմանը հետի աշխատակիցները վերաբերյալ, որը որպես այդպեսին կարող ենք ասել նաև սպառնալիք է դիտարկվում, ասում է այն աշխատակիցները, ովքեր կմասնակցեն հանրահավաքին, նրանք կհեռացվեն, իսկ ովքեր հորդորել կոչ են արել նրանց մասնակցելու, ապա իրավական հետևանքներ այդ ամենը կունենա։ Ստացվում է չկա երկրում օրենսգիրք եւ վարչապետը պետք է իր գրառմամբ այդ ամենը հրանգի։ Դուք համ հարց տվեցիք, համ պատասխանը տվեցիք ձեր համար, էլի ինձ հարց եք տալիս ինչի համար, որ վերնագրի ստանաք, չէ՞։ Ես կպատասխանեմ հետեւյալը։ Եթե դուք խնդիր եք տեսնում, դիմեք իրավապահ մարմիններին, սա ազգային ժողով է, այստեղ մենք խոսում ենք բացառապես մեր լիազորությունների շրջանակներում եւ այսքան։ Ինչպես է սա դիտարկվում։ Իմ լիազորությունների շրջանակներում ես չեմ կարող քրե իրավական, քաղաքացի իրավական, վարչա իրավական գնահատական տամ որևիցե մի երևույթի։ Ես կարող եմ կներեք, ելի եմ ասում, դուք անդադ ուզում, բայց այդուհանդերձ չկա։ Ես տվեցի պատասխան։ Եթե դուք գտնում եք այնտեղ խնդիրներ, դուք ազատ եք դիմեք իրավապահ մարմիններին։ Այլ հարցեր ունեք։ Իսկ դուք խնդիր չեք տեսնում որպես պատգամավոր։ Իսկ այլ հարցեր ունեք։ Հրաժարվում եք ես հնարավոր։ Լավ, այդ դեպքում հասկանում եք, նայեք, տեսեք, դուք ասացիք, չէ, այդուհանդերձ խնդրում եմ ինձ հարցազրույց տվեք։ Դուք հարց տվեցիք, որում կար նաև պատասխանը։ Ձեր կողմից եւ հարցը եւ մեկնաբանությունը եւ պատասխանը։ Մի վարք։ Ես իմ ասում եմ, իմ մասնագիտական գործունեության հետ կապված որպես խորհրդարանի անդամ հարցեր ունեք։ Չէ, դուք որպես իշխանական պատգամավոր եք։ Դուք նորսից ասիք որպես իրավաբան, հա, դուք իրավաբան եք, մասնագետ եք եւ այլն։ Իշխանական պատգամավոր կատեգորիա գոյություն չունի։ Կա պատգամավոր։ Շարունակենք, ձեր հաջորդ հարցն եմ սպասում։ Ստացվում է, որ ամենքեր փորձում եք սուրճանցել։ Չէ, չեմ ուզում, ես ուզում եմ պարզապես եւ ուզում եմ մեր լրատվամիջոցները հասկանան եւ մեր գործընկերները հասկանան, որ ազգային ժողովը ունի լիազորություններ եւ լիազորությունների շրջանակներում պետք է պատասխանես հարցերին։ Եվ ես չեմ խուսափում հարցերի պատասխանելուց։ Բայց եթե հարցը պարունակում է նաեւ պատասխան, դուք ունեք հարց, դուք ունեք պատասխան, ես ձեզ տվեցի լուծումը։ Ասացի, ես ասեցի հետեւյալը, ես ասեցի, եթե գտնում եք այնտեղ խնդիր, դուք իրավասու եք դիմել իրավապահ մարմիններին։ Այսքան այլ հարցեր ունեք։ Իրավական առումով դուք ճիշտ կհամարեք, եթե այն աշխատակիցները, ովքեր իսկապես այդ հանրահավաքի մասնակցեն, ազատվեն աշխատանքից, քանի որ օրենքը ըստ էության չի սահմանափակում որևէ սահմանափակում։ Տեսեք, կա Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային օրենսգիրք, քաղաքացիական օրենսգիրք, քաղաքացիադատավարական օրենսգիրք, կան Հայաստանի Հանրապետությունում դատարաններ։ Այդ ամբողջ գործընթացը իրենց տիրույթում եւ իրենք պետք է պատասխանեն ցանկացած հարցի, ցանկացած սուբյեկտի պարագայում աշխատանքային օրենսդրությունը նման կանոնակարգումներ ունի։ Հիմա ինչ եք ուզում ես ասեմ։ Ինձ այն սենսացիա չի ստացվում, դուք գիտեք։ Ավարտից հետո մասնակցեն հանրահավաքին, այստեղ որևէ խնդիր կա օրենքի հետ կապված։ Որևիցե Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը գործում է սահմանության օրենքի շրջանակներում, որևիցե եղանակով չի կարող ենթարկվել պատասխանատվության։ Բայց կա մի հատ հստակ հարց, եթե անձի կամքի վրա բռնություն են գործադրում, պահանջելով, որպեսզի վերջինս դիմում գրի ազատվի օրինակ, կամ անպայմանորեն մասնակցի հանրահավաքի, կամ անպայմանորեն չմասնակցի հանրահավաքի, կամ անպայմանորեն ստորագրի, այսինչ փաստաթուղթը խոսքը վերաբերում է կամքի նկատմամբ բռնության մասին եւ սա դատապարտելի երևույթ է, ես դատապարտում եմ ցանկացած նման դրսևորում։ Իսկ ինչպես է բարձվելու հարկադրանք կա։ Երել եմ ասում, նորից վերադարձնում եմ ձեզ այն դաշտ, որ ասեցի, կա համապատասխան դիմում, բողոք, քաղաքացի, իրավապահ համակարգ, որովհետեւ ես որևիցե եղանակով չեմ կարողանալու պատասխանել բոլոր դեպքերի վերաբերյալ։ Ձեզ վերնագիր է պետք, ինչ որ վերնագիր կդնեք, բայց դուք վերնագիր է պետք։ Հարցեր ունեք այլ։ Հետի նախագծի հետ կապված հարցից, երբ որ Հետի նախագիծը քննարկում է հանձնաժողովի նիստ ալնելու առաջի ընթերցումից հետո մենք ունենալու ենք նիստ ժամը 3-ին կառավարության առաջարկները, այդ առաջարկները կքննարկվի, հանձնաժողովը որոշում կկայացնի եւ դրանից հետո մենք շարունակենք քննարկումները հանրային տիրույթում, դուք էլ հնարավորություն կունենաք լսել մեր դիրքորոշումները հարցի վերաբերյալ։ Խնդիրն այն է, որ շատ փաստաբաններ, իրավաբաններ խնդրահարույց են այս նախագծը համարում, ասում են, որ այստեղ կոնկրետ միջամտություն կա անձի սեփականությունը։
Իրանք իրավունք ունեն իրենց կարծիքը արտահայտել, բայց ես նման դիրքորոշում դեռ չեմ լսել։ Ես էլ կարող եմ ասել, որ ի սկզբանե միջամտությունն եղել է հանրային սեփականության նկատմամբ, ես պետք է ասեմ, որ խոսքը վերաբերում է քրիտիկական ենթակառուցվածքների մասին, եւ ես պետք է ասեմ, որ նախագծով խոսքը բացարձակապես վերաբերում է այն ընթացակարգերի նախատեսմանը, որոնք ճգնաժամային իրավիճակում թույլ են տալիս, որ պետությունը ունենա կանխարգելիչ միջոցներ կիրառելու հնարավորություն։